Երեխեք ջան ողջույն բոլորին։ Ասացի նոր վլոգ սկսեմ։ Երեկոյա 6-ի կողմերը 6-անց դուրս եմ եկել զբոսանքի։ Օրվա անելիքներս վարեցի։ Լողացա, մի քիչ ինքնախնամքով զբաղվեցի եւ որոշեցի դուրս գալ զբոսանքի, որը եւս ինքս իմ հանդեպ խնամքի մի մասն է։ Բոլորս էլ գիտենք, որ քայլելը շատ կարևոր է, շատ է օգնում ամեն ինչին, նյարդերից սկսած, մինչև նիհարել եւ այլն։ Դրա համար ես միշտ փորձում եմ այդ անեմ։ Առօրյայից 1.5 ժամ, 2 ժամ վերցնեմ ու նվիրեմ զբոսանքին։ Այդպես սիրելիներս։ Արևը քանի որ չեմ ասի մայր է մտնում, դեռ մայր չի մտնում, բայց այնպես անգնում ու կադրը մի փոքր խամրած է։ Այսօր էսական ժողերս էլ դրել գիլասիկները, վաղուց չէի դրել, կարոտել էի։ Բականին մարդաշատ է փողոցը, Խորենի հետ է իրական ուզում դուրս գալ, բայց եւ դասուներ եւ չգիտեն Սուսիկ ենց հարմար կլինի երեխաներին թողնենք այսօր, թե ոչ։ Դրա համար այսպես մենակ դուրս եկա։ Ես հասա հրապարակ գժական աժոտաժի միջով, բայց այս անգամ ուզում եմ որ նոր ճանապարհներով քայլեմ, դրա համար են այգի չեմ գնում, ուրիշ կողմով կգնամ։ Անծանոթ փողոցներով երկար քայլեցի, մի բան ինձ թվաց անգամ որ կորել եմ, բայց եկա հասա հրապարակ։ Այստեղ այսպես մարդաշատ է, հիմա տեսնում եք ինչ հավես է։ Հիմա արդեն հանգիստ եմ, մի պահ տագնապել էի անկեղծ վրացել, նո հասկանում եմ որ անհնարակոր եմ, բայց մի տեսակ որ քո ծանոթ վայրերում չես, քեզ ավելի անպաշտպան ես, չես զգում, թե այդպես չի։ Շատ մարդաշատ է քաղաքը, շատ։ Անկեղծ լինեմ ու ասեմ, որ իսկապես գլխապտույտ եմ ունենում այս չափ մարդկանց քանակից։ Ինձ մի հատ կոֆե վերցրեցի։ Այսքան քայլելուց հետո ինձ թվում է կարելի է։ Եվ շարժվում եմ արդեն դեպի տուն, հենց անգամ որոշեցի տուն գնալու ճանապարհին գնեմ, որ ավելի հաճույքով հետ գնամ, որտեղ հետ գնալուց միշտ արդեն հոգնած ես ու այդքան հավես չի։ Մենք ուտիկներին թողեցինք տատիկ պապիկի մոտ, Խորենի հետ ընկանք ճամփա։ Խորենը գործ ունի Կասկադում կավարտի, ամեն քայլելով մինչև Կասկադ կհասնենք, как раз то, что мне надо։ Մենք հասանք Ռայֆիա։ Մտանք Carrefour, ջուր առանք, այնքան ծարավ է։ Եվ գնում ենք դեպի Կասկադ, ինչպես ասացի, Խորենի պայմանավորվածության հետևից, այո, սիրելիս։ Արդեն մութը ընկնում է, ինչպես կարող եք կադրից էլ հասկանալ։ Ու դրա այդ մեկտեղ նաև շոքն է թուլանում, ինչը հրաշալի է։ Խորենը մտավ զոհ, ես դրսում եմ, կադրի որակը, որ ասում եմ, անգիշեն ես մեկ ամոքի է, որ մաքու չնի կադրը, ասում եմ, ես տանել չեմ կարողանում, ցած մթնշաղոտ կադրեր խոր, դրա համար իրիգունները համարյա չեմ նկանում դրսում։ Կարոջ ինչ-որ բան է ուզում հարցնի, զոհքում մտավ, սպասում է։ Գրենականի բաժնից բան է պետք իրան, չի գտնում։ Երեխեք ջան, մինչև Խորենի մոտ դաս է, երեխաները հեռուստացույց են նայում, ես ուզում եմ պատրաստել բանջարեղենային ռագու, քաղցր պղպեղներ եք տեսնում, երկու գույնի, դդմիկ, գազար, կարտոֆիլ, սող, սխտոր, համեղ բան ենք ստանալու, ամառային թեթև, առողջարար, կամաց եմ խոսում, որ Խորենին չխանգարեմ։ Երեխեք ջան, դուրս ենք եկել, ճտերից հետ ռիսկ եմ արել մենակ գնալու զբոսանքի, երևի մետրոյով կգնանք կենտրոն, կամ այս դավս կընկնես։ Խոստացել է դավը, որ խելոք է իրան պահելու։ Արտաշեսը ավելի գիտակից է, բայց դավուկաս մի քիչ դեռ չարաճճություններ կարանի։ Ընկնելու ես դավ։ Մենք մետրոն զորով շարով հաղթահարեցինք, այն բռնվելու տեղ չկար։ Ու հիմա բարձրանում ենք լիֆտով։ Հավես, հա։ Իրանք պատվիրել են պիպերոնի։ Տղաներից վերցրեցի իրանց չորիզո, մեկ էլ պեպերոնի, ես չեմ ուզում սոված չեմ տանը կերել եմ, գնամ իրանց հյութ վերցնեմ գամ։ Մենք դուրս եկանք,
Քայլելով գնում ենք դեպի հրապարակ։ Հա, լավ քամի է, չէ՞ երեխեք, հովա։ Դե եկեք, հրապարակը այս կողմում է։ Իմ ձեռքը հրաժարվում է բռնի, ասում է Արտաշեսի ձեռքը բռնեմ։ Գանձերից նկարում էին նստել են ջրի մոտ։ Եթե կարես կպի։ Արտաշեսի զգուշավոր բնավորությունը ու Դավուկայի։ Էй, Դավ։ Она честно хватит торчу. Пятка маленькая синяя. Դավը հասավ իր ուզածի մենակ նայ։ Маленькая синяя пятка. Դե всё, դե Маленькая հակի։ синяя водяная пятка. Այդ աղա գլխի վրա ընկնելու ես։ Пятка. Դավը որոշեց սլադկայի վատը։ Հա։ Արտաշես ասես պաղպաղակ եմ ուզում։ Հա, բոլել ինչքան ունես։ Մամա, այս ոնց ենք հիմա մենք մաքրելու, Դավո։ Հա, դուբայսկի շոկոլադ, պաղպաղակ ենք առել, Դավը մորի է ուզել, արծին բանի, ես տիրամիսու։ Վերցրեցինք պաղպաղակներ, տիրամիսուն արդեն ասեցի, և երեխեքինը, արի, կապույտ բերանով ֆռում են, չնայած լվացացրեցի, բայց մեկա կապույտ են։ Երեխեք ջան, մենք արդեն ուզում ենք հետ գնալ, իհարկե Դավի հետ, ինչ ուզում ես արա, քանի ժամ ուզում ես դրսում։ Ման դուր, վերջում ինքը կասի, չէ, ես ինչ է, ինչի, եստեղ էլ գնանք, ընդեղ էլ գնանք։ Դավս էտ էլ միուս անգամ, արդեն մութը ընգնում է, բալես։ Ես էլի դարակազմի գործունեության վրա եմ պայուսակներս, երեխեք չեմ կարում էլ սենց հանդուրժեմ, ուրեմն քանի որ պայուսակները շատ են, տարիներ շարունակ հավաքվել են, ու արդեն տեղ չկա, խծկած, սաղ լղջվում են այս սիրուն պայուսակները, մի խոսքով իմ համար շատ դժվար որոշում եմ կայացրել դուրս գրել պայուսակներ, ուրեմն այստեղ ունեմ պայուսակներ, լրիվ նոր, գեղեցիկ, շատ սենց Էսի բանա շոպերա, որոնք իդեալական են, նոր են, թարմ են, կառաջարկեմ Խորենի քրոջ աղջկան, ինքը երիտասարդ է, հա, սրանք ինձ թվում է իրան հարմար կլինեն, լրիվ նոր են, 1-2 անգամ են բռնել ամեն մեկը։ Իսկ որոնք ես աշխարհի չափ սիրում եմ, բայց արդեն մաշվել են երեխեք։ Տեսեք, էս էնորն էլ եմ բռնել, բայց արդեն դա անգամ խորիկ ասեց անմիգուցե արդեն հրաժարվես։ Ու սա իմ ամենասիրելի պայուսակներից մեկն ա եղել, բայց էլի քրքրվել է ամբողջ պերիմետրով ու այս երկուսը ու դեռ էլի կարծում եմ դուրս կգրեմ, սրանք Խորենին կխնդրեմ կախի աղբի կողքը, միգուցե ինչ-որ մեկին պետք է, այնտեղ կախիչներ են լինում, չգիտեմ, լավ տեսք չունի, որ նվիրեմ ինքս, դրա համար այդպես կդնեմ, եթե ինչ-որ մեկին պետք է, թող վերցնեն, բայց չեք պատկերացնի, ոնց որ սրտիցս մի բեկոր պոկեմ, այս պայուսակները ես շատ եմ սիրում, թեսա, դեռ կոմիտասում ենք առել, իմ համար իրանք պատմության մեր մի մասն են, համատեղ կյանքի շատ դժվարությամբ եմ դուրս գրում, ֆուրնիտուրան էլ արդեն գույնը գցել, չգիտեմ, պետք է կարողանալ հրաժեշտ տալ իրերին։ Երեխեք, ահագին դուրս գրումներից հետո բավականին կոկիկ պատկեր ստացվեց, մի հատ է հիմա իմ ներկասում կանավորի մեջ, այսպես ասած, իմ պարագաներն են, որով աղը պիտի դասի գնամ, մի հատ դեռ կասկածում եմ, մի հատ խոյնը գա իրան էլ հարցնեմ, նոր դուրս գրեմ, սպիտակ գույնյա, բայց շատ է դեղնել, դեռ մտածում եմ, այն որ կարելի է բռնել, բայց արդեն նի պերվի սվեժեսի, հա, այստեղ տեսեք սենց ակուրատնի իրան ստացվեց կարգավորել, այն որ ընտիր է երեխեք, ընես գոհ եմ, էլի բաներ եմ դուրս գրել, էլի հեսա մի հատ ցույց կտամ վերջնական բաներ, որոնք գիտեմ որ չեմ բռնելու, էլի կամ անհարմար են, կամ արդեն ինչ-որ բան իմ գլխում է փոխվելու էլ դուրս չեն գալիս, կամ է որ անդադ տարին տարու վրա ձգձգում ես, այդ տիպի պայուսակներ են։ Մեզ մոտ նոր առավոտ է, ես հասցրել եմ արդեն մարզվել, լոգանք ընդունել, նախաճաշ պատրաստել, այդ ընթացքում արթնացան նաև Խորենն ու Արտաշեսը, ես ու Դավը արթուն ենք, էլի։ Եվ մենք հիմա նախաճաշում ենք, ինչպես տեսնում եք, շատ են այստեղ կանաչեղենն ու բանջարեղենը, հավկիտներ, քերած, բանիր։ Մեզ բարի է, ախորժակ այսօր ես ժեստում դասի եմ, так что նախաճաշեմ ու գնամ։ Ես պատրաստվեցի, արագ լոգանքից հետո մազերը դեռ մի քիչ իհարկե թաց են, բայց կարևորը որ մի թեթև դիմահարդարվեցի, արդյունքեցի շորերս հագա եւ տաքսի կանչեմ ու գնամ նոր Քմարաշ դասի, սիրելիներս։
անկեղծ լինեմ ու ասեմ, որ այս ամառը շատ ծուլ ես դասի գնալու հարցում, ուզում ես այդ չանես, բայց անհրաժեշտություն է, կարևոր է եւ պետք է արվի։ Так что հավաքում եմ ինձ եւ գնում եմ հեսամազեր չորանան, լավ объем կստան, այսպես միշտ հացա, ավելի пассива։ Այդպես սիրելիներս, կգնամ կգամ, խորենի հետ պլանավորում եմ 2 վիդեո նկարեմ։ Այսօր ուզում էի նաև գնալ մանգալու, բայց քանի որ տների մաքրության օրն է, երևի ես մաքրությունը կգերադասեմ, իսկ վաղը արդեն կգերադասեմ զբոսնելը։ Այդպես, որ մի քիչ տեղից, մի քիչ ընդեղից, որ ոչ ես նեղանա, ոչ էլ նեղանա։ Ինչպես միշտ տեսարանը ստա շատ հավեսն է ու գեղեցիկ։ Ես շուտ եմ հասել, բայց մի 5 րոպեից, եթե ոչ ավելի շուտ, ուղիղ 5 րոպեից, պետք է որ դասը սկսվի։ Սպասում եմ իմ դասընկերուհուն։ Ես մեր բակում եմ տաքսիով իջա, ինձ պաղպաղակ առամ, երեխեքս ուսիկ են ստանն են խորենը եւս, բայց քանի որ մոտս բանալի չկա, խորենը հիմա գալիս է։ Համել մի քիչ կզրուցենք իրար հետ։ Ես այսօր ուզում եմ այդ գործերը տնային անեմ, բայց ոնց հավես չունեմ, չեք պատկերացնի, մեծագույն տհաճությամբ պիտի անեմ։ Ինչ արած, որ ես չանեմ ով անի։ Ամուսնյակս ասեց, հեսա հասնում եմ, նրանց հոգնած եմ, քանի որ դասը ուղեղի աշխատանք է պահանջում։ Այսօր ստորագրավելուծություն էինք անում։ Ու նաև ձեռագրաբանական վերլուծության շարունակությունն ենք սովորում, շատ հավես խորենի հետ բակում մնացինք, խորենս իրան խաչապուրի էր առել ու թան, ասեցի խոր, չմնանք իրար հետ նախաճաշենք, ասեցի այ որ ինձ էլ առածներ, ես է քո հետ, նախաճաշ չէ ճաշ, ես էլ քո հետ կմնա, ասեցի դու գնում բան անեմ, ես պաղպաղակն ու իրերը վերև բարձացեցի, խորենս էլ բերեց, այո սիրելիս, և մենք հիմա այստեղ, ջան, հոգնած տեսնում ես։ Չէ, մեջքս սառում է ուղղակի։ Քրտնել ես։ Հա, օրին էջի որ քրտնի։ Այստեղ վառարան եմ դրել պղպեղները, ուզում եմ վառարանում սարքեմ, հետո սամիթով ու սխտորով, այդպես խորոված բիբար կստանանք։ Ստում եմ գազարով աղցան, սխտորն ու կանաչին արդեն ավելացրել եմ, սև պղպեղ աղ ու ձեթ։ Իհարկե թթվասերով էլ ասա շատ համեղ, բայց ես թթվասեր այդքան որ չեմ սիրում, այնպես եմ պատրաստում, որ բոլորս ուտենք։ Այդպես մակարոն եմ սարքել, որ երեխեքը գան իրանց սիրելի մակարոնը լինի անպայման ու խորենի հետ նաև մի քիչ ուբորկաներ ենք անում, դուրս գրումներ ենք անում, երեխեքի խաղալիքներն ենք մի հատ հասկանում, որ է ջարդվածա փչացածական վավշե չեն խաղում, փորձենք մի հատ սիրուն դուրս գրումներ անել, իրենց սիրելի խաղալիքներ չենք դեննետում, բայց այն ինչը չեն օգտագործում, բան իրանց որ մնա դուրս չեն գնում, ոչ մի բան, ու այդպես վալյայուցը ստեղ ընդեղ Երեխեքի ու խորենի խելքին փչեց, այս կրավաթը առաջ տա, դուք որ տեսնեք, ես չեմ ցույց տա, որովհետև ես ամաչում եմ, թե ինչեր է դավը գցել այս կրավաթի տակ, Տերիմ Աստված, նասկիներ, խաղալիքներ, ուտելիք, մի հատ կաշմար է, հիմա մենք սա մաքրում ենք, քաշում ենք սաղ, պիլեսոս, սրբել, փայտի բոլոր դետալները, ներքևից արդեն մատրասը հանել ենք, վերևինը հանելու կարիք կարծում եմ չկա, որ առաջ տանք հետևի կողմից փայտերը կսրբեմ, բայց ներքևը ու մեկ էլ այն աշճանների հատվածը հեսա պիտի քաշենք այս կողմ, մի կաշմար է, ու մեկ էլ երեխեքի ամառային շորերն եմ ուզում նայեմ, տեսնեմ ինչն է փոքրացել, ինչը դուրս գրենք տանք ուրիշ երեխաների էլ, այսպես ասած։ Սիրելիներ, մենք ննջասենյակը գրեթե բրծանք Բայց շատ սարսափելի աշխատանք էր ծավալում, բայց մնացել է երեխեքի շորերը մի հատ հասկանանք դուրս գրումները անենք։ Հիմա ես աղաջուր եմ սարքել, մի հատ ուզում եմ կեղևազատել այս ամեն ինչը։ Ես որոշեցի, որ սոխ ու կանաչի կանեմ իր հետ, համով այդպեսն է լինում։ Սոխը մանիշ կկտրատենք, կանաչի եւ կստացվի հրաշալի մի բան։ Մինչև այդ երեխեքը կգան, կնստենք ու տարատեսակ համովություններ միասին ընթրիքին կվայելենք։ Հələ նայեք մի հատ ինչ համեղություն է արդյոքում ստացվել։ Այսպիսի սնունդ, սա շատ համով է եղել, գազարն էլ, մակարոնը դեկակ մակարոն, այս 1000-ի թերթիկներն էլ միշտ փորձում եմ ներգրավել իմ սննդակարգերը խեք ջան։